Հայաստանում ըստ քաղաքացիական կացության ակտերի ռեգիստրի 2024 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսներին գրանցվել է 15324 ամուսնություն, թիվը նվազել է 1600-ով 2023 թվականի ցուցանիշի համեմատ, որը եղել է 16330-ը։ Միևնույն ժամանակ Armstat.am կայքում հրապարակված տվյալների համաձայն ամուսնալուծությունների թիվը 2024 թվականին ավելացել է 164-ով, կազմելով 4689, 2023 թվականի 4525-ի համեմատ եւ արձանագրվել է ամուսնալուծություն 306 դեպք 2023 թվականի հունվար-դեկտեմբերին արձանագրված 277-ի համեմատ։ Armenia Today-ը հարցում է անցկացրել Երևանում, հետաքրքրվելով քաղաքացիներից, թե ինչն է օգնում պահպանել ամուր ամուսնությունը, չհասցնելով ամուսնալուծության եւ ինչպես են վերաբերվում ամուսնալուծություններին։ Դա սոցիալական, ոչ սոցիալականը, ոչ էլ բանը, չգիտեմ, մարդիկ չեն ուզում զբաղվեն երեխով երևի։ Դրա համար են ամուսնալուծվում։ Ամուսնալուծությունը մի քիչ ուրիշ խնդիր է, մոդա է, դա երևի է։ Մոդա է, մոդա։ Այնա, բիզեն ավելի լավ գիտի։ Ճիշտ ասած, այդ շատ տարակուսանք առաջացնում բոլորիս մեջ, որտեղ մեր շրջապատում է շատերը կան, որ ամուսնալուծվել են, բայց չեմ կարող հասկանամ, կարծում եմ, որ համատեղ կյանքում իրանք իրար չեն համապատասխանում, չգիտեմ, այդ եմ ենթադրում, չեմ կարծում, որ կենցաղային հարցերը կամ բան ինչ որ կարող է պատահի ընտանիք քայքայի, որովհետև եթե սիրում ես, կենցաղայինին հարմարվում ես, չգիտեմ, չեմ կարող ասեմ, բայց իրոք ցավալի փաստ է։ Ամուսնանում են, ասենք այդ աղջկան պետք է երեխան ունենա, ինքը երեխան ունենում է, նրանից հետո ամուսինը իրան պետք չի։ Շփրտումա դուս։ Կայացած չեն մեծամասնությամբ, լուրջ չեն մոտենում այդ հարցին, ցավոտ թեմա է, ես դա գիտեմ, ընդամենը պետք է օրենքներ փոփոխվի։ Ամուսնալուծության դեպքում, երբ որ տղամարդիկ լուրջ պատասխանատվության ենթարկվեն, ինձ թվում է նմանատիպ բան չի լինի շատ։ Թույլ է դրված։ Վերջը ասում են, չէ, հայ տղամարդն է ընտանիքի գլուխը, իրանք պիտի կազմակերպված լինեն, կնոջ հետ միասին ընդհանուր հայտարարների կան, ոչ թե չի ստացվում ու վերջ։ Դա ցավոտ խնդիր է, ես լավ գիտեմ։ Տղամարդիկ պիտի մի քիչ զիք լինեն, կանայք է խելացի։ Շահ կա, ինչ։ Նման բաներին ծանոթ չեմ, իմ մոտ ամեն ինչ լավ է, բախտավոր երջանիկ։ Իսկ ո՞րն է երջանկության գրավականը ձեր։ Չեմ կարող ասես պատասխանեմ, դա գլոբալ հարց է, ամեն ինչ կուտակված է, չեմ կարող ասեմ ձեզ։ Սոցիալական պայմանները նկարջ։ Երևի դժվարությունները, չէ, որ հիմա կան, ֆինանսական։ Ես նայում։ Չեն կարողանում հաղթահարել այդ ամեն ինչը։ Չեն կարողանում, Թե չեն ուզում։ չէ, երևի չեն կարողանում։ Իսկ ո՞րն է երջանկության գրավականը ըստ ձեզ։ Որ մարդիկ իրար սիրեն, հարգեն։ Իմ կարծիքով դա է։ Պետք է սիրեն, հարգեն։ Տղաները երիտասարդներ արդեն փչացել են։ Ի վիճակի չեն ամուսնանան ու կնոջ հետ ապրեն երկար։ Հիմա սիրում են տղեն տղու հետ ապրի։ Երկիրն է փչացել։ Իսկ դուք ինչպես եք վերաբերվում Շատ վատ, ամուսնալուծություններին։ շատ վատ։ Տհաճ է դաժան։ Ինչ խորհուրդ կտաք երիտասարդներին։ Խորտ կտամ։ Այդ աղջիկն էլ ծնողներ ունի։ Նրանք են ուզում, որ իրանց երեխայով երջանկանան։ Չեմ ցանկանում, որ նրանք բաժանվեն։ Նույնն էլ տղու մասին է։ Տղեն ծնողները ամուսնացնում են տղուն, որ տղեն երջանկանա, իրանք էլ դրանով ուրախանա։ Չի կարելի ամուսնալ։ Իսկ ո՞րն է երջանկության գրավականը։ Երջանկությունը, որ ունենում ես, ասինքն ես օրինակ իմ վրա վերցնեմ, ունում եմ թորնիկներ, նրանցով ուրախանում եմ, նրանցով երջանկանում եմ։ Շատ հաճելի է։ Կարծում եմ, որ միմյանց չեն զիջում, հիմնական խնդիրը դա է։ Իսկ ինչպես եք դուք վերաբերվում ամուսնալուծություններին։ Շատ վատ։ Կարծում եմ, որ պետք է մի փոքր ավելի միմյանց զիջեն, փորձեն վստահեն, դա էլ հենց հիմքը կլինի ու հետագա ժամանակահատվածում ամեն բան կարծում եմ ավելի ամուր կլինի։ Ավելի ուժեղ ընտանիքներ կունենան։ Հիմքը լավը կլինի։ Իսկ ո՞րն է ձեր երջանկության գրավականը։
Իմ երջանկության գրավականը երևի հենց վստահությունը։ Եթե նկատի ունեք զուգերոջ հանդեպ, կարծում հենց վստահությունը։ Իրար չեն հասկանում բաժանում են։ Ինչն է պատճառը, որ չեն հասկանում։ Դե պատճառը հասակին եմ իսեմ կվարմ բաժանում։ Այդ իրար չեն հասկանում բաժանում են։ Իսկ ո՞րն է երջանկության գրավականը։ Երջանիկ երջանկությունն է որ երջանկանաս։ Որ երջանկություն չկա ինչ երջանկանը։ Ինչ կյանք եք վարում հիմի։ Ինչ իմանամ ամեն մեկի մոտ մի խնդիր կա։ Աշխատանք չկա, դժվար է։ Ինչ իմանամ ամեն ընտանիքում ոնց է լինում։ Իսկ ձեզ համար ո՞րն է երջանկության գրավականը։ Երջանկությունը լավ ընտանիք ունենալը։ Իսկ ամուսնալուծություններին ինչպես եք վերաբերվում։ Վատ, չեմ ուզի որ լինի։ Ոնց որ ամբողջ աշխարհում տեցից դե։ Առանձնապես էս կարծիք չունեմ։ Կեսը ֆիկցիվ, կեսը նենց։ Չգիտեմ։ Դուք ինչպես եք վերաբերվում ամուսնալուծություններին։ Բացակ պետք է ընտանիքը մնամ։ Մնացած թվաբանությունը։ Երևի սոցիալական ապրումները, մարդկանց վիճակը, դրանք է պատճառն, ինչ պետք է լինի։ Հիմա գիտես ինչ աղջիկ այլանդակություններն ունի շատ տարածված։ Դրանք էլ է պատճառ, որ ամուսնալուծվում։ Դուք ինչպես եք վերաբերվում։ Ես շատ վատ եմ վերաբերվում։ Թող բոլորն էլ ամուսնանան, ընտանիք կազմեն։ Թող մեր հայ ազգը բազմանա։ Իմ ցանկությունն է դա։ Որ ուզում եմ մեր հայ ազգը ամուսնանա, ոչ մի բաժանություն չլինի, երեխաներ ունենա, շատանա մեր ազգը։ Իսկ ո՞րն է երջանկության գրավականը։ Իրար հասկանալը, մարդիկ իրար հասկանան, հողը երջանկություն չի բերում երբեք մարդուն, հողը փչացնում անապարտ։ Կարծիքով ինչն է, եւ համասարամոլներն են շատացել։ Կամ ընկալումներն է մարդկանց ընտանիքի կազմելու փոխվել կամ վախենում են։ Այս իմ թվարկած իրեքերն էլ կարող է լինել պատճառ։ Բայց դա պետք է հասկանանք բաժանություններն էլ է շատ։ Ինչքան քիչ ամուսնանում են, բայց ամուսնացած թվերն շատ էլ բաժանվում են։ Իսկ ձեր համար ո՞րն է երջանկության գրավականը։ Դե շատ հարաբերական է, բազմիմաստ կարա լինի։ Դες կոնկրետ հիմա բան չեմ կարող ասել։ Իսկ ամուսնալուծություններին ինչպես եք վերաբերվում։ Դա անձնական է, չես կարող միանշանակ ասես լավ, վատ, բայց մեր իրականությունը որ շոշափում ես շատ սոցիալական է, մարդիկ այդ պատասխանատվությունը, այդ բեռը չեն կարող տանեն։ Հավասարակ կյանքի տենդենսները շատ են փոխվել։ Չգիտեմ։ Համացանցը նաև հոգեբանները, ճակերտավոր, որ հավաստիացնում են մարդկանց, որ իրենք պետք է եսակենտրոն լինեն, որպեսզի երջանիկ լինեն։ Հավանաբար այդ գործոնները։ Դուք ինչպես եք վերաբերվում ամուսնալուծություններին։ Բացասաբար բնականաբար։ Իսկ ո՞րն է երջանիկ լինելու գրավականը։ Հարգանքը առաջին հերթին փոխադարձ։ Նոր հետո սերը։